Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Ռիտա Մնացականյանը և Արա Աբրահամյանը։ Բարի երեկո։ Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Միխայիլ Գալուզինի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու, աջակցել Երևանին և Անկարային, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման համար։ Ըստ աղբյուրի Ռուբինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումների մասին։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձել նաև Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում։ Նա նաև խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորությունից, նշելով, թե պայմանագրի տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է և Հայաստանը պատրաստ է ստորագրել այն անմիջապես սկսելով ստորագրման վայրի և ժամկետի շուրջ քննարկումները։ Հայաստանի արտգործնախարարը միաժամանակ նկատել է, որ Ադրբեջանը գործընթացը ձգձգում է, առաջ քաշելով նորանոր նախապայմաններ։ Հայաստանը շարունակում է սահմանադրության փոփոխության գործընթացը, սակայն դա ոչ մի կապ չունի խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին մենք խոսել ենք դեռևս 2018 թվականից և գործընթացն այսօր էլ Հայաստանի կառավարության օրակարգում է։ Այո, քննարկվում են իրավական մեխանիզմները և հանձնաժողովի մանդատը գործում է մինչև 2026 թվականը, բայց դա կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, կարծում եմ, կառուցողական չէ։ Խաղաղությունը պետք է կառուցել փուլ առ փուլ, նախ դնելով առաջին քարը, հետո հաջորդը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ հայկական կողմը Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարունակում է կառուցողական մոտեցում ցուցաբերել և այդ պետությանը բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել, այդ թվում հաղորդակցության վերականգնման, փոխադարձ վստահության ամրապնդման, փոխադարձ վերաֆիկացիայի և սպառազինությունների վերահսկման ուղղություններով։ Սակայն ըստ Միրզոյանի, Ադրբեջանից այս մասով դրական ազդակներ չկան։ Միրզոյանի խոսքով հայկական կողմը մտահոգվելու պատճառ ունի, քանի որ Բաքվի որդեգրած քաղաքականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ցավոք երբեմն մենք զգում ենք, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ, թե ինչ հաշվարկներից ելնելով չեմ կարող ասել, բայց իրական մտահոգություն ունենք, որ նրանք պարզապես ձգձգում են գործընթացը, նորանոր նախապայմաններ առաջադրելով։ Իրականությունն այն է, որ նրանք միշտ գտնում են մի հերթական պատճառ չշարունակելու բանակցությունները։ Ադրբեջանական կողմից հնչող հիմնական պահանջները սահմանադրության փոփոխությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախարարը եւս մեկ անգամ նշել է, որ Ադրբեջանի հղումները սահմանադրության նախաբանում Արցախի վերաբերյալ ձևակերպումներին իրավական առումով հիմնավորված չեն։ Անկախության հռչակագրի միայն այն հատվածներն ունեն իրավական ուժ, որոնք ամրագրված են սահմանադրության տեքստում։ Նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանն իր հերթին ունի մտահոգություններ Ադրբեջանի սահմանադրության առնչությամբ, որտեղ ներառված է հղում առաջին ադրբեջանական հանրապետության տարածքային հավակնություններին, ներառյալ ներկայիս Հայաստանի տարածքների նկատմամբ, ապա հավելել. Եթե ունենանք խաղաղության օրակարգ, ապա այլընտրանք բանակցություններին պարզապես չկա։ Մենք կարողացել ենք համաձայնության գալ պայմանագրի տեքստի շուրջ։ Ադրբեջանին առաջարկել ենք անմիջապես սկսել քննարկումներ ստորագրման արարողության վայրի ու ժամկետի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Բաքվի մյուս նախապայմաններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, ապա Միրզոյանի խոսքով Հայաստանը պատրաստ է այդ գործընթացի մեկնարկին։ Նա նշել է, թե ադրբեջանցի գործընկերներին առաջարկել են նույն օրը ստորագրել երկու փաստաթուղթ՝ խաղաղության պայմանագիրը և համատեղ դիմում ԵԱՀԿ համապատասխան քարտուղարությանը Մինսկի խմբի լուծարման գործընթաց սկսելու վերաբերյալ։ Միրզոյանը խոսել է նաև եվրոպացի դիտորդներից և ընդգծել, որ ԵՄ առաքելությունը գործում է սահմանային կայունության ապահովման և խաղաղության գործընթացին աջակցելու նպատակով։ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո նման առաքելության անհրաժեշտություն այլևս չի լինի։ Չնայած Բաքվի առաջ քաշած նախապայմաններին, այնուամենայնիվ հայկական կողմը հույս ունի, որ ի վերջո կողմերին կհաջողվի հասնել խաղաղության, իսկ պայմանագրի ստորագրման վայրի վերաբերյալ հարցին ի պատասխան Միրզոյանը նշել է, որ քննարկվում է նաև այն հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպելու հնարավորությունը, սակայն այլ տարբերակներ ևս կան։ Միրզոյանի կարծիքով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում Թուրքիան ևս կարող է կառուցողական դեր խաղալ, հատկապես առաջնորդների մակարդակով։ Թուրքիան ասում է, այո, մեր երկկողմ գործընթացը լավ է ընթանում, ունենք այս ծրագիրը, այն ծրագիրը, ունենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման մտադրություն, բայց չենք կարող այն ամբողջությամբ ավարտին հասցնել, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները չեն կարգավորվել։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև այս առնչությամբ իր տեսակետը։ Նա կարծում է, որ նախ պետք է կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, որոնք էլ իրենց հերթին կարող են դրական ազդել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ Արտգործնախարարը նաև նշել է, որ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա, բայց քննարկումներ կան։ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել է նաև, որ հայ հասարակությունն աջակցում է խաղաղության օրակարգին, չնայած դեռ թարմ վերքերին։ Նա ընդգծել է, որ առանց շոշափելի արդյունքի տրամադրությունները կարող են փոխվել։ Հարգանք ունենալ անցյալի հանդեպ մի բան է, բայց ապրել անցյալով այլ։ Առաջ գնալու համար պետք է ապագայի հանդեպ հավատ եւ քաջություն։ Մենք ընտրում ենք ապագան ու դա պետք է անենք միասին։ Պատասխանելով հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին, Միրզոյանը կրկնել է կառավարության դիրքորոշումը։ Այն այս պահին արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը միաժամանակ կարևորել է երկխոսությունը Թուրքիայի հասարակության հետ, քանի որ հասարակական ընկալումները եւ պաշտոնական հարաբերությունները հաճախ տարբեր են։ Լրատվամիջոցները հետաքրքրվել են նաեւ երկու երկրների ագնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումից, ինչին ի պատասխան Միրզոյանն ասել է. Հական Ֆիդանի հետ հանդիպումը բովանդակային է եղել, քննարկվել են ինչպես արդեն իրականացված քայլերը, այնպես էլ ապագա ծրագրերը։ Օրինակ արդեն իրականացվել են օդային տարածքի օգտագործման, Մարգարա Ալիջան սահմանային անցակետի եւ Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքների գնահատման աշխատանքներ։ Վերջերս նաև փորձագետներ են հանդիպել Անհի կամրջի վերականգնման հարցով։ Միևնույն ժամանակ Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ որոշ պայմանավորվածություններ, այդ թվում սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրերով ուղևորների համար բացելու մասին դեռ չեն իրականացվել։ Այնուամենայնիվ նրա ներկայացմամբ երկու կողմերն ունեն ընդհանուր պատկերացում, որ վերջնական նպատակը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի ամբողջական բացումն է։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 27-ին հաջորդող լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը, այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով զեկույցը կարևոր է եւ պետք է ներկայացվի հենց այդ ժամանակ։ Պատգամավորը նաեւ նշել է, որ զեկույցը ամենայն հավանականությամբ կլինի գաղտնի բաժնում, իսկ նիստը փակ։ Քոչարյանը հավելել է, որ այն ոչ թե սենսացիաներ, այլ խնդիրների բացահայտումներ է պարունակում։ Ճիշտ է սեպտեմբերի 27-ից հետո համ սիմվոլիկ օր է, համ ճիշտ օր է, ավել ընդհանրապես կրքերը շատ հանգստացած կլինեն բոլոր առումներով քաղաքական եւ կարծում եմ, որ սա այն փաստաթուղթն է, որը շատ սպասված է, որովհետեւ կատարված է մեծ ծավալի աշխատանք եւ այդ աշխատանքը պետքա անհետևանք չմնա։ Կներկայացվի, մենք որևէ օրենք չենք խախտել, չենք խախտելու եւ դրանից հետո կարծում եմ զեկույցը կլինի գաղտնի բաժնում, գաղտնիության ծավալ այնքան մեծ է, որ համոզված եմ, որ նիստը կլինի փակ, բայց զեկույցը հասանելի կլինի պատկան մարմիններին, պետական ինստիտուտներին, որպեսզի ամեն մեկը զեկույցից բխող եզրակացությունների հետ կապված գան եզրահանգումների հանգին։ Իսկ ԿՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի գործով սահմանադրական դատարանի որոշմանը։ Նշել, որ դատարանն այն ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքը հակասահմանադրական չի համարել։ Ըստ Վարդանյանի ՍԴ-ն միայն մեկնաբանել է երկու դրույթ, հստակեցնելով, թե իրավակիրառ պրակտիկայում ինչպես է պետք դրանք կիրառել։ Ամբողջական որոշումն ըստ Վարդանյանի դեռ հասանելի չէ, ուստի հնարավոր չէ ներկայում բոլոր հարցերին պատասխանել։ Ինչ վերաբերում է նախկին պաշտոնյաներին պատկանող գույքի բռնագանձմանը, պատգամավորը նշել է։ Ցանկացած գործ պետք է ուսումնասիրել կոնկրետ հանգամանքների շրջանակներում, սահմանադրական դատարանը չի նեղացել գույքի շրջանակը, սահմանադրական դատարանը նման գործառույթ, սահմանադրական դատարանը մեկնաբանել է այդ կանոնակարգումները եւ ըստ էության իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում տվել է դիրքորոշում, որով պետք է առաջնորդի իրավակիրառը։ Նախ ցանկացած առանձին դեպք ընդհանրացումներ չեն կանում, առանձին ուսումնասիրությունների կարիք ունի։ 1. Երկրորդը հիմքում օրենքի սկզբանը դրվել է հետևյալը. գույքը ի սկզբանե պետք է ապօրինի ծագում ենթադրի։ Եթե ապօրինի ծագումը առկա եւ այդ ծագումը փոխկապակցված է անձի կողմից, որ անհամատեղելի պաշտոն է զբաղեցրել ծավալած ապօրինի գործունեության հետ, ապա այդ գույքը պետք է վերադարձի իրական սեփականատիրոջը, բայց ել եմ ասում, որովհետեւ կարողանանք մենք վերջնական դիրքորոշում արտահայտենք սահմանադրական դատարանի կողմից կայացած որոշման մասին,
մենք պետք է ունենանք ամբողջական տեքստ, որտեղ Սահմանադրական դատարանի որոշումը առաջի բառից մինչև վերջին վերջակետ դիտարկվում որպես մեկ միասնական փաստաթուղթ եւ այդ շրջանակներում պետք է ուսումնասիրել դեռ եզրափակիչ մասից զատ այլ մասերը, հիմնավորումները, պատճառաբանական մասը հրապարակվի խոսենք։ Պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կփոխանցվի ՊՎԾ-ին, համապատասխան նախագիծն էլ քննարկվել է ազգային ժողովի այսօրվա նիստում։ Մեկ այլ նախաձեռնությամբ էլ կսահմանվեն բանակի գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի եւ շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարչապետության գործակիցները։ Խորհրդանը քննարկել է նաեւ Հայաստանի եւ Վերակառուցման ու Զարգացման միջազգային բանկի միջև առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր վարկային համաձայնագիրը։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Նոր կարգավորումներ են առաջարկվում պետական վերահսկողական ծառայության մասին եւ կից օրենքներում ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի պետբյուջեի նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կփոխանցվի պետական վերահսկողական ծառայությանը։ Արդյունքում տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը նախարարության կազմում լուծարվելու է։ Նշված գործառույթը կիրականացնի ՊՎԾ կազմում ստեղծվող ֆինանսա-բյուջետային հսկողության վարչությունը։ Նախագիծը միանշանակ շատ կարևոր է, սա զգոնություն կբերի համայնքներում ունենալով մեծ բյուջե եւ համայնքի ղեկավարը կամ ավականին, նույն ինքնավականին, իրենք պետք է նաև այս օրենքը ընդունումից հետո նախաձեռնեն ունենալ աշխատակազմում մասնագետներ, բյուջե այնպես հատկացնեմ, որ ներգրավեն գնումների եւ մնացած իրավաբանի, չգիտեմ, հնարավոր բոլոր կարողություններով, բարձր մասնագիտական կարողություններով աշխատակազմ, որպեսզի իրենք օրինականության հետ որևէ խնդիր չունենան։ Օրենսդրական փաթեթով առավել հստակեցված են ծառայության լիազորությունների իրացման վերահսկողական երկու հիմնական գործիքակազմերի, ուսումնասիրությունների եւ մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը։ Նախագծով կանոնակարգվել են նաեւ ծառայության բնականon եւ արդյունավետ գործունեության համար խիստ անհրաժեշտ որոշակի գաղտնիք համարվող տվյալների ստացման եւ մշակման ընթացակարգերը։ Պատգամավոր Արման Եղոյանն առաջարկեց հստակ տարանջատել, թե օրինակ համայնքներում արված ծախսերի նպատակայնության կամ արդյունավետության առումով ինչը ստուգելու լիազորություն է տրվում ՊՎԾ-ին, իսկ ինչը ոչ։ Պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ կարծում է, որ սրանով տեղական ինքնակառավարման մարմինների անկախության համար որոշակի ռիսկեր կան։ Իսկ Վլադիմիր Վարդանյանն այնքան էլ համաձայն չէ այս տեսակետի հետ։ Նա նշեց, որ թիմերը չպետք է լիարժեք անկախ լինեն, քանի որ դա էլ իր հերթին նոր ռիսկեր կառաջացնի։ Մենք չունենք տեսչական մարմին, որը գնումների օրինականության գործընթացի նկատմամբ կարող է ամբողջական վերահսկողություն իրականացնել։ ՊՎԾ-ն այս տեսանկյունից կարող է իրականացնել այդ տեսչական մարմնի գործառույթը։ Մեր դիտարկումները պայմանավորված են նրա հետ, որ ՊՎԾ-ն ըստ էության ի տարբերություն այլ տեսչական մարմինների կարող է գործել բացառապես վարչապետի հանձնարարությամբ կամ վարչապետի համաձայնությամբ։ Վահագն Ալեքսանյանի ընկալմամբ էլ գործընկերները խոսում են այն մասին, թե կառավարությունը կարող է ֆինանսավորել թիմերին, բայց չի կարող վերահսկողություն իրականացնել ծախսերի օրինականության եւ չարաշահումների նկատմամբ, ինչն իհարկե ըստ պատգամավորի բացարձակապես սխալ մոտեցում է։ Կատարելապես սխալ մոտեցում է։ Այսինքն ինչ է նշանակում թիմի բյուջեն կազմված լինի 80% դոտացիայից, 20% սեփական եկամուտներից, մի հատ էլ թիմի կատարած ծախսերի մեծ մասը, ահռելի մասն էլ կազմված լինի պետության դոտացիայից ստացած իրանց փողից ու մի հատ էլ պետական սուբվենցիայից, բայց դրա նկատմամբ վերահսկողություն չլինի։ Պետական վերահսկողական ծառայությունը գնում է նախարարությունները ստուգում է, օրինակ առողջապահության նախարարությունը։ Հիմա ինչ ուրեմն պետական վերահսկողական ծառայությունը իրան է ենթարկեցնում առողջապահության նախարարությունը կամ առողջապահության նախարարությունում այսուհետ որոշումները կատարվում են նենց, որ ՊՎԾ-ին հաճո լինի, չէ։ ՊՎՑ-ն ստուգում է կատարած ծախսերի օրինականությունը, այդքան բան։ Հարգելի դիմադիր գործընկերներ, այս նախագիծը ավելի շատ դուք պետք է սրան կողմ քվեարկեք, որովհետև ընդդիմադիր ավականներին լիազորություն ենք տալիս, հնարավորություն ենք տալիս ինչ-որտեղ գրություն գրելու եւ հաջորդ օրը կամ հաջորդ ամիս ստուգում բացելու եւ ստուգելու դրա օրինականությունը։ Ես հասկանում եմ նաեւ ձեր ժամանակ օրինակ գյուղապետերին չէին ստուգում, չէին ուղղություն, չէին ցույց տալիս, թողում էին զապաս կալանավոր, կոպիտ ասած, որ հանկարծ ընտրություններին մի բան անես չգնար, մի անգամից մտներ պետական վերահսկողական ծառայությունը կալանավորեր եւ այլն, բայց հիմա մենք ուզում ենք ստուգում անել, ուղղությունը տալ համայնքի ղեկավարներին, որպեսզի նրանք
էլ այդ նույն սխալը չկատարեն։ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն էլ իր ելույթում պարզաբանեց, թե նոր նախագծով վերահսկողական ինչ գործառույթներ է իրականացնելու ԲՎԾ-ն։ Նախագծի նպատակը ոչ թե համայնքների ղեկավարին պատժելն է, այլ թիմում կանխարգելիչ գործողություններ ծավալելը։ ԲՎԾ մասին օրենքով այս լիազորությունները հստակեցնելու արդյունքում նպատակը այն է ոչ թե կանխավարկածը, որ համայնքապետերին անպայմանորեն պատժել կամ բռնել ու դատել, կանխավարկածն այն է, որ կանխարգելիչ, նախականխարգելիչ գործունեություն ծավալենք համայնքներում։ Մեկ այլ նախաձեռնությամբ էլ սահմանվում են բանակի գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի եւ շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցները։ Արևմտյան պետությունների, ինչպես նաեւ արևելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնդային մակարդակից բարձր սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի բանակային ուղղությունների եւ շտաբային սերժանտների արկայություն, որով նաեւ ապահովում է սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը։ Խորհրդարանականները քննարկեցին նաև կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության եւ ինքնության պաշտպանությանն առնչվող կոնվենցիան։ Հայաստանը մեկ հոդվածի հետ կապված վերապահումով է ստորագրել։ Հարցը վերաբերում է կոնվենցիայի 14-րդ հոդվածին, որն առնչվում է սեռի հատկանիշներով երեխայի խտրական ընտրության բացառմանը։ Խորհրդարանը քննարկեց նաև Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու Զարգացման միջազգային բանկի միջև առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր վարկային համաձայնագիրը։ Նպատակն է բարելավել առաջնային առողջապահության որակը, բարձրացնել առողջապահության պետական ծախսերի արդյունավետությունն ու նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները։ Վարկը հիմնականում օգտագործվելու է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նպատակով։ Համաձայնագիրը վերաբերում է առողջության համապարփակ ծածկույթի ապահովմանը։ Համապարփակ ծածկույթ դա նշանակում է, որ մեր յուրաքանչյուր քաղաքացին ցանկացած վայրում հասանելիություն կունենա բժշկական ծառայություններին։ Դա կլինի որակյալ ծառայություններ, դա կլինի ֆինանսապես մատչելի ծառայություններ եւ ամբողջ այս կոնցեպտի շուրջ է կառուցված համաձայնագիրը։ Այնուհետև ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանի հեղինակած նախաձեռնությամբ էլ առաջարկվեց կասեցնել աստիճանական ներդրվող քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը, որը սակայն չընդունվեց իշխող ուժի կողմից։ Եթե մենք ուզում ենք ապրել նորմալ համայնքում, բարեկարգ, որտեղ փողոցները վերանորոգված կլինեն, լուսավորություն կլինի, աղբահանություն կլինի, պիտի դրա համար կատարվեն վճարումներ։ Այդ վճարումները ամեն համայնք կարող է կատարել եւ սեփական եկամուտներից եւ պետական բյուջեից եկող փողերից։ Հիմա մեր մոտ ցավոք սրտի այնպես է, որ մեր համայնքները, Երևանը, Գյումրին, Արթիկը, մնացած համայնքները փողի մեծ մասը ստանում են պետական բյուջեից, որովհետև իրենց սեփական կարիքները չեն կարողանում հոգալ։ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն էլ ներկայացնելով հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը նշեց, որ կառույցը 2024-ին 3 անգամ ավելի շատ վարչական վարույթ է բացել, քան 2011-ից 18 թվականներին է բացվել։ Նա ընդգծեց նաեւ հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը, պայմանավորված դրանց բովանդակության շուրջ հասարակական դժգոհություններով։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանի պետական շահն ընկալվում է որպես տնտեսական զարգացում։ Դիլիջանում ընթացող գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ այս գործընթացում կարևոր է պետական կառավարման համակարգի եւ մասնավոր հատվածի համատեղ աշխատանքը։ Վարչապետի համոզմամբ տնտեսական աճը որոշիչ է երկրի երկարաժամկետ խնդիրների լուծման ներուժի տեսանկյունից։ Փաշինյանն առաջարկել է ձևավորել ընդհանուր պլատֆորմ առաջիկա անելիքների շուրջ գործակցության համար հստակեցված ճանապարհային քարտեզով, որը կընդունի թե կառավարությունը, թե գործարար համայնքը։ Վարչապետի խոսքով այս քննարկումից ակնկալվում է ձևավորել ավելի հստակ պատկերացում ապագա քայլերի վերաբերյալ։ Ես կուզենայի, որ այսօր, այսպես ասած, շատ լիցքաթափված խոսակցություն լիներ, բայց ըստ էության խոսակցություն լիներ, որպեսզի մենք կարողանայինք այդ թվում կառավարության մեր օրեսդիր մարմնի ներկայացուցիչների եւ մյուս գործընկերների համար լիներ մի պլատֆորմ առաջիկա անելիքների օրակարգ ձևավորելու եւ այդ օրակարգի շուրջ աշխատելու համար այն տրամաբանությամբ, որ եւ կառավարության տեսակետից եւ գործարար համայնքի տեսակետից ընկալվեր, որ մենք այդ պետական շահը սպասարկելուն ուղղված ինչ որ ընդհանուր ճանապարհային քարտեզ ունենք
եւ այդ ճանապարհային քարտեզի շուրջ ունենք որոշակի համաձայնություն եւ ընդհանուր ըմբռնում։ Երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարին։ Աբբաս Արաղչիի այցը հատուկ նպատակ ունի այս փուլում։ Նախ Պուտինին փոխանցել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ուղերձը եւ լուծել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործընթացում Ռուսաստանի թեկուզ անուղղակի ներկայության հարցը։ Ինչ մանրամասներ են հայտնի ռուս-իրանական հանդիպումների օրակարգից։ Թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրիմ գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Այդա կարծես եւ Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը արդեն սակավաթիվ, բայց տեղեկատվություն տարածում են Արաղչի Պուտին հանդիպումից։ Ի վերջո ինչ են քննարկել։ Հատկապես Լավրովի հետ բանակցություններից հետո բավականին երկարատև ասուլիս տվեցին երկու կողմերը միասին եւ հենց այդ ժամանակ որոշ մանրամասներ հայտնել են, մինչ այդ ոչ ռուսական, ոչ իրանական կողմը առանձնապես չէին գաղտնազերծում, թե ինչ ուղերձների մասին է խոսքը եւ ընդհանրապես ինչ է քննարկվել։ Արաղչին ըստ ռուսական աղբյուրների հանդիպումից իսկապես շատ գոհ է, հատկապես Պուտինի հետ հանդիպումը շատ բովանդակալից եւ կայացած է համարել։ Ըստ Իրանի արտգործ նախարարության հայտարարության էլ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը երկու կողմերի միջև այսպես ասած կնքվել է, դարձել է Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի միջև հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար լավ հիմք։ Այսինքն իրանական կողմն էլ բավականին գոհ է կայացած հանդիպումներից։ Այս այցը ինքնին ավելի հետաքրքիր է, քանի որ ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ նախորդում է Իրան Միացյալ Նահանգներ բանակցության հանդիպմանը։ Գիտենք նախորդ հանդիպումից առաջ էլ Մոսկվա էր ժամանել Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության Միացյալ Նահանգների գլխավոր բանակցողը Սթիվ Ուիթքոֆը։ Իսկ այս անգամ արդեն տեսնում ենք, որ Իրանի գլխավոր բանակցողն է Մոսկվա ժամանել եւ այսպիսի բարձրաստիճան հանդիպումներ ունեցել եւ Լավրովի եւ Պուտինի հետ։ Եվ Իրանից էլ չեն թաքցնում եւ նախկինում էլ հայտարարել էին մինչեւ ժամանումը, որ Արաղչին իսկապես մտադիր է Մոսկվայում Պուտինի եւ Լավրովի հետ քննարկել հենց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների թեման եւ որ իսկապես չեն էլ թաքցնում, որ Ռուսաստանը անուղղակիորեն ներգրավված է այս բանակցություններում, թեկոս հաշվի առնենք այն փաստը, որ Թեհրանը Վաշինգտոնին չի վստահում եւ կտրականապես հրաժարվում է անուղղակի բանակցություններից, ստացվում է, որ Ռուսաստանը կարող է իսկապես շատ լավ միջնորդ լինել, ընդունելի միջնորդ լինել կողմերի համար, հատկապես որ Ռուսաստանը ինքն էլ չի բացառում եւ ընդհակառակը իր աջակցության ձեռքը ուղղել է, մեկնել է։ Այդ մասին արդեն այսօր շատ ուղիղ հայտարարեց հենց ինքը Լավրովը եւ նշեց, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև իրենք պատրաստ են իսկապես միջնորդ հանդիսանալ եւ համաձայնությունների ձեռքբերման հիմքում կանգնել։ Ես մեջբերեմ իր հայտարարությունից, ուզում եմ առանձնապես ընդգծել, որ Իրանը պատրաստ է համաձայնության հասնել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակում, այսինքն միջուկային զենքի մասին էլ շատ մանրամասն քննարկումներ են ունեցել, նույնիսկ իրանական կողմից այսպիսի հայտարարություն է եղել, ինչի մասին Լավրովը ակնհայտ խոսում է։ Սա սկզբունքային հարց է, որը պարտավոր են հաշվի առնել այն կողմերը, որոնք փորձում են բանակցությունները ծանրաբեռնել միջուկային թեմային չվերաբերող հարցերով, ստեղծելով չափազանց վտանգավոր իրավիճակ, հավելել է Լավրովը։ Այս կերպ Ռուսաստանը փորձում է օգտվել այս պատմական իրավիճակից եւ իր քաղաքական կշիռը բարձրացնել եւ Միացյալ Նահանգների եւ Իրանի հետ հարաբերություններում։ Դու շատ լավ նշեցիր, որ իսկապես Ռուսաստանը փորձում է օգտվել, բայց նաև հանուն ճշմարտության Ռուսաստանը իսկապես շահագրգիռ է, որ Իրան եւ Միացյալ Նահանգներ բախում չլինի։ Մոսկվան իսկապես հույս ունի, որ այդ էսկալացիան չի լինի եւ ինչպես կարող է դա չլինել, այսպես ձևակերպել։ Դրա մասին պաշտոնական Մոսկվան, այսպես ասած, դեռ նախորդ շաբաթ եւ այս ընդհանուր բանակցային ֆոնին հայտարարում է պարբերաբար, որ իրենք հույս ունեն, որ իսկապես Միացյալ Նահանգներ Իրան առճակատում տեղի չի ունենա, նույնիսկ Իսրայել բանաձևով եւ Անդրադառնալով այս թեմային, նախորդ չորեքշաբթի կարծեմ պաշտոնապես հայտարարեցին, որ Ռուսաստանը իրականում պարտավորված չէ ռազմական օգնություն ցուցաբերել Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրով եւ դրանից ելնելով էլ հույս հայտնեցին, որ այդ առճակատումն ուղղակի տեղի չի ունենա։ Եվ այս օրերին արդեն զարգացումները ցույց են տալիս, որ Թրամփը մեկ քայլ հետ է արել եւ հրաժարվել է շատ շտապ հարձակման իր պլանից, ինչի մասին երեք արդեն խոսել է անձամբ
Թրամփ ինքը։ Ես նշեմ, որ երեք խնդրել են լրագրողները մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ Թրամփն էլ բառացի մեջ բերեմ հայտարարությունը, չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը, նկատի ունի հարձակման հնարավոր տարբերակը, բայց չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու մեծ երկիր եւ ապրելու երջանիկ առանց մահերի։ Մենք չենք ուզում խլել նրանց հողերը, պարզապես ասում ենք, որ դուք չեք կարող միջուկային զենք ունենալ, նշել է Թրամփը։ Պարզից էլ պարզ է, որ հենց Թրամփն է նաև կանխում եւ կկանխի հավանաբար հաջորդ ամիս կանխատեսվող արևմտյան մամուլներ առնվազն դրա մասին կանխատեսումներ անում, որ Իսրայելը առաջիկայում պատրաստվում է հարձակում գործել Իրանի վրա։ Եվ Նեթանյահուի վարչակազմում, այո, շատերը հավատում էին, որ Թրամփը կանաչ լույս է վառելու եւ թույլ է տալու ավելին աջակցելու է Իրանի դեմ ռազմական գործողություններին եւ այո, կարծես թե Իսրայելում անակնկալի են եկել Թրամփի այսպիսի որոշումից, որովհետեւ փաստորեն Թրամփն էլ կողմնակից է բանակցային տարբերակով լուծել խնդիրը եւ դեռ ժամանակ է տալիս, այսպես ասած Իրանին, այս տրված ժամանակից եւ այս փոքրիկ դադարից մի քիչ անկայուն դադար է, բայց դադար է, փորձում է ինչպես տեսանք օգտվել Ռուսաստանը եւ հետաքրքիր է թե ինչպիսի զարգացումներ կլինեն, ինչպիսի դիրքով նա դուրս կգա այս պատմությունից։ Հետևենք իրադարձությունների զարգացմանը, շնորհակալ եմ այդ հանգամանալից ներկայացնելու համար։ Շարունակում ենք թողարկումը, Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ընդունված բանաձևի նախագծին, որը ի թիվս այլնի դատապարտում է Ռուսաստանի Դաշնության ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի։ Վրաստանը նույնպես կողմ է քվեարկել, իսկ Ադրբեջանը մնացել ձեռնպահ։ Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները, Բելարուսը, Հյուսիսային Կորեան, Մալին, Նիկարագուան, Նիգերը, Սուդանը։ ԱՄՆ-ն դեմ է քվեարկել նախագծին, քանի որ ըստ Վաշինգտոնի դրա ընդունումը չի նպաստում խաղաղության հաստատմանը Ուկրաինայում։ Մոսկվան էլ Կիևին է հանձնել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 909 ուկրաինացի զինվորների մարմիններ։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի պաշտոնական աղբյուրները։ Սա վերջին 3 շաբաթվա ընթացքում դիերի երկրորդ հանձնումն է։ Ռուսական աղբյուրների հաղորդմամբ էլ Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանին են հանձնել 41 զոհված ռուս զինվորների մարմիններ։ Գործընթացը հնարավոր է դարձել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդական ջանքերի շնորհիվ։ Ռուսական ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Խարկովում վիրավորների թիվը հասել է 97-ի, այդ թվում 7 երեխա։ Մինչ այս պահը հաղորդվել է 1 զոհի մասին 79-ամյա տղամարդ։ Ինչպես հայտնել ենք, Ռուսաստանը 3 Իսկանդեր բալիստիկ հրթիռ էր արձակել Խարկովի ուղղությամբ։ Հրթիռակոծության հետևանքով վնասվել էին ավելի քան 50 բազմաբնակարան շենք եւ ավելի քան 30 ավտոմեքենա։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղակի բանակցությունները, նաեւ ռուս-ամերիկյան խորհրդակցությունները։ Ռուսաստանի Դաշնության նախագահին պատմել եմ ընթացիկ իրավիճակի, Իրանի ու ԱՄՆ-ի միջև անուղակի բանակցությունների մասին։ Քննարկել ենք նաեւ Ուկրաինայի եւ այլ հարցերի շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները։ Մեր ռուս բարեկամները փոխանցեցին անհրաժեշտ տեղեկատվություն, ասել է Արաղչին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Լավրովը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը շարունակել ԱՄՆ-ի հետ աշխատանքը Ուկրաինայի հարցով։ Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է Ֆրանսիայում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ իր եւ Սթիվեն Ուիթքոֆի շփումների մասին։ Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են օպերատիվ կապ պահպանել։ Ֆրանսիայի նախագահն ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղարին եւ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, հայտնի որ Փարիզյան շփումների օրակարգում են եղել ռուս-ուկրաինական հակամարտությունը, հրադադարի հասնելու ջանքերը եւ Իրան-ԱՄՆ լարվածությունը։ ԱՄՆ-ն ու Ուկրաինան հուշագիր են ստորագրել, որով հաստատել են հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կնքելու մտադրությունը։ Նախապատրաստվում է ներդրումային հիմնադրամի ստեղծումն Ուկրաինայի վերակառուցման համար, հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։ Նշվում է, որ մնում է վերջնական տեսքի բերել համաձայնագրի տեքստը, ստորագրել այն, ապա վավերացնել փաստաթուղթը խորհրդարանում։ Ապրիլի 17-ին ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Կիևը հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագիրը կստորագրեն ապրիլի 24-ին։
Պաղեստինյան Համաս շարժումը պաշտոնապես մերժել է հրադադարի մասին Իսրայելի վերջին առաջարկը, հայտարարելով, որ պատրաստ է անհապաղ բանակցել այնպիսի համաձայնագրի շուրջ, որի արդյունքում ազատ կարձակվեն մնացած բոլոր պատանդները պատերազմի ավարտի եւ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։ 59 պատանդ դեռ մնում է Համասի մոտ գերության մեջ, նրանցից 24-ը ողջ են համարվում։ Իսրայելի վերջին առաջարկը ենթադրում էր 45-օրյա հրադադար 10 պատանդի ազատ արձակման դիմաց։ Մարտի 18-ից իսրայելական ուժերն ուժեղացրել են օդային, ցամաքային եւ ծովային ռմբակոծությունները Գազայի հատվածում եւ ընդլայնել ցամաքային գործողությունները։ ԱՄՆ նոթային հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավթային նավահանգստին, որը գտնվում է Կարմիր ծովի ափին գտնվող Ալ-Հոդեյդան նահանգում։ Ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության, նավերը շարունակել են այս նավահանգստով վառելիք մատակարարել հութի ապստամբներին, որոնց ԱՄՆ-ն ահաբեկիչ է ճանաչել։ Ինչպես հայտնում է Ալ-Մայադինը, հարվածների հետևանքով նավահանգիստը հրդեհվել է Եմենի առողջապահության նախարարության տվյալներով, զոհվել է 13, վիրավորվել 30 մարդ։ Ալ-Մասիրը հայտնել է 22 զոհի մասին։ Հութիները հարվածները որակել են ռազմական հանցագործություն եւ զգուշացրել, որ դրանք անպատիժ չեն մնա։ Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի Թալահասի քաղաքում գտնվող պետական համալսարանի շենքում, առնվազն 5 մարդ է զոհվել, 4-ը վիրավորվել։ Լրատվամիջոցները հայտնել են, որ կրակը բացողը բերման է ենթարկվել, ենթադրվում է, որ նա միայնակ է գործել։ Անդրադառնանք այլ թեմաների, այսօր Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության գրասենյակի առջև մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են անցկացրել Սամվել Շահրամանյանից պահանջելով վերադարձնել թալանված մոտ 467 միլիոն դոլարը։ Ըստ ակցիայի մասնակիցների, սա այն գումարն է, որ Հայաստանի կառավարությունը որպես օժանդակություն փոխանցել է արցախցիներին նրանց սոցիալական կարիքների լուծման նպատակով, մինչդեռ Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը այդ գումարը նրանց չի փոխանցել։ Ակցիայի մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Մի խումբ արցախցիներ Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի առջև էին իրենց բողոքն արտահայտելու առ Սամվել Շահրամանյան։ Պահանջում են վերադարձնել արցախցիների սոցիալական կարիքների լուծման համար Հայաստանի կառավարությունից Արցախին փոխանցված, բայց այդպես էլ նրանց չհասած մոտ 467 միլիոն դոլարը։ Ամբողջ թալանը բնականաբար չենք կարող իմանանք, որովհետև մենք լիազորված չենք։ Բայց մենք գիտենք, այդ թալանի ահռելի մի մասի փաստաթղթերով գիտենք դրա մասին, որը որ ներկայացված է դատախազություն տարիուկես առաջ, որոշ դրվագներով գործեր կա հարուցված, օդից կախված, որոշ դրվագները դեռ քննության մեջ է, ամենայն դեպս անձամբ ես եմ ներկայացել, ինձ հրավիրել են քննչականից ներկայացել եմ եւ նկարագրել եմ Արցախում խոշոր կոռուպցիային սխեմաները, ինչպես է ձևավորված։ Ակցիայի մասնակիցներից Արթուր Օսիպյանը հայտարարեց, որ իրենց նպատակը արցախցիների սոցիալական խնդիրների լուծումն է, ինչը հնարավոր է միայն թալանված գումարի վերադարձի դեպքում։ Օսիպյանի հավաստմամբ այդ գումարը կենտրոնացած է 48 ընտանիքի ձեռքում, իսկ այդ փաստաթղթերը ավելի քան 1.5 տարի առաջ իրենք ներկայացրել են Հայաստանի գլխավոր դատախազություն։ Հիմնադրամի գումարները մենք գիտենք, որ գնացել է կոնկրետ ուժերի ներկայացուցիչների իմիջիալոց, ովքեր որ հենց Շահրամանյանին բերել են դրել այդ պաշտոնի։ Նաև արցախցիները ակցիաներ են կազմակերպել տարբեր անգամ դատախազության մոտ, բայց դե լիարժեք ուշադրության չեն արժանացել։ Այս վերջում նույնիսկ չեն էլ դուրս եկել հետները խոսել։ Հիմա մեր պահանջը Սամվել Շահրամանյանին նա է, ուրեմն հարց համար առաջին կամ դուրս արի ասա ոնց է ժողովրդի օքսերի քաշում կամ եթե չես կարող ուրեմն մենք ենք քեզ ասում ինչ անես իջնում ես դատախազություն քանի որ հասարակ ժողովրդին չեն ընդունել դու որպես սենց կոչված պատասխանատու իջի դատախազություն ու դատախազին այս բոլոր ժողովրդի անունից ասա որ մեր խնդիրը նրանումն է այդ թալանած փողերի դատաիրավական process-ները արագացնեն, որպեսզի թալանածը վերադարձնեն ժողովրդին եւ արցախցիների։ Ակցիայի մասնակիցներն այնուհետև հանդիպում պահանջեցին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, շեշտելով թող գա ու անձամբ պարզաբանի հնարավոր չարաշահումները։ Մշտական ներկայացությունա, մենք հարձակվին Ղարաբաղը, հարձակվի վերջի Մի քանի ժամ տևած լարված իրավիճակից հետո Շահրամանյանը վերջապես իջավ, բայց ակցիայի մասնակիցներին մոտենալու ու նրանց հարցերին պատասխանելու փոխարեն բարձրախոսով հայտարարեց. Ես ուրախ
եմ նման նախաձեռնությանը, ես էլ եմ կողմ, որ այդ թալանը պետք է վերադարձվի մեր ժողովրդին։ Եվ այդ նպատակով 23 թվականի նոյեմբերի 8-ին իմ կողմից համապատասխան գործունա գրվել Հայաստանի Հանրապետության դատախազ Տիկին Վարդապետյանին։ Դրա հիման վրա հարուցվել է համապատասխան քրեական գործ քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում։ Այդ շրջանակներում ես հրավիրվել եմ նաև որպես վկա հարցաքննության։ Արգրավել է ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Մինչև 1000 դրամ իրենք տեղյակ են ինչ է կատարվել Արցախում ներդրումային հիմնադրամում։ Հաջորդիվ արդեն լրագրողների հետ ճեպազրույցում Շահրամանյանը նշեց. Այսպես կոչված թալանը պրոյեկցում է բոլոր արցախցիների վրա, մի խումբ մարդիկ օգտվել են այս ամեն ինչից, բայց արցախցիները այսօր կրում են այդ պատասխանատվությունը բոլորի համար։ Իսկ կոնկրետ ովքեր են այդ մի խումբ մարդիկ հարցին, Շահրամանյանը խուսափեց պատասխանել, նշելով, որ անուններ չի կարող հրապարակել։ Գործը իրավապահ մարմինների վարույթում է, եւ դրա շրջանակում ինքը նույնպես հարցաքննվել է։ Ձյանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքան այժմի համար թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին։ Հաջողություն։ Ցտեսություն։